Մթնոլորտի և որպես հետևանք համաշխարհային օվկիանոսի ջրերի տաքացմանը նպաստող լրացուցիչ գործոններից մեկն է մեթանի արտանետումը։ Հյուսիսային ծովերի հատակին կան մեթանի մեծ պաշարներ՝ գազահիդրատների, կլատրատների տեսքով։ Երկրաջերմային տաքության ազդեցությամբ այդ գոյացությունները սկսում են հալվել և արտազատել մեթան գազ։ Մեթանի նման արտանետումները տեղի են ունենում պարբերաբար և կոչվում են մեթանի փետուրներ կամ մեգաբռնկումներ։ Սա հատկապես վտանգավոր է, քանի որ մեթանի ջերմոցային էֆեկտը գերազանցում է ածխաթթու գազին 25 անգամ։ 1 տոննա մեթանը նույն ջերմացնող ազդեցությունն ունի, ինչ 25 տոննա ածխաթթու գազը։ 2014 թվականի ապրիլին ՆՕԸ արբանյակները Արկտիկայի վրա մթնոլորտում մեթանի անոմալ բռնկում գրանցեցին։ Ըստ երկրաբանական տվյալների, մեթանի ավելացված կոնցենտրացիաներով տարածքները համընկնում են միջին արկտիկական խզվածքների գծերի հետ։ Այս խզվածքային գծերում նկատվող երկրաշարժերը ցույց են տալիս մագմայի ակտիվ շարժումը և ջերմային հոսքերի արտանետումները։ Մեթանի արտանետումները նման են ապուրի կաթսայի ներքևի մասում գտնվող գազի պղպջակների, դրանք բարձրանում են, քանի որ կաթսայի հատակը տաքանում է ներքևից։ Իսկ ինչ վերաբերում է մեր կաթսայի հատակին գտնվող ջրին, եթե ջեռուցումը գալիս է ներքևից, ապա ներքևում ջուրը նույնպես պետք է տաքանա, այնպես չէ՞։ Այդպես էլ կա։ Եվ արդեն բավականին շատ հետազոտություններ խոսում են դրա մասին։